Հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ ձերբակալված անձանց թիվն ավելացել է։ Ներքին գործերի նախարարությունը վերջին մի քանի ժամվա ընթացքում ձերբակալել է 13 անձի։ Ձերբակալվածները գտնվում են տարբեր կալանավայրերում, այդ թվում պետական անվտանգության ծառայությունը։ Իրավապաշտպանները փուլ առ փուլ այցելում են ձերբակալվածներին։ Ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ շարունակվում են համապատասխան քննչական գործողությունները հանցագործության մյուս մեղավորներին բացահայտելու եւ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Հետաքննությունը շարունակվում է քրեական օրենսգրքի 317-րդ, 222-րդ, 225-րդ եւ 187-րդ հոդվածներով։ 3 գերատեսչությունը տեղեկատվություն էր հրապարակել 12 անձի ձերբակալման մասին։ Փոխնախարարի խոսքով պարզվել է, որ հոկտեմբերի 4-ին ձերբակալված անձինք հանրահավաքի կազմակերպիչների հետ միասին կոտրել են նախագահական պալատի արգելապատնեշներն ու փորձել ներխուժել։ Նշված գործով ձերբակալվել է ընդհանուր առմամբ 36 մարդ։ Վրացական քաղաքական կուսակցությունները շարունակում են ակտիվորեն քննարկել հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած դեպքերը։ Այն քաղաքական գործիչները, որոնք ի սկզբանե կասկածանքով էին վերաբերում հոկտեմբերի 4-ին այսպես կոչված տապալման հանրահավաքին, արդյունքների համար պատասխանատու են համարում կազմակերպիչներին։ Ազգային շարժումն էլ հարցեր ունի այն մասին, թե ինչու են դեպքերը զարգացել այդպես։ Ինչ վերաբերում է իշխող թիմին, վրացական երազանքը նշում է, որ յուրաքանչյուր օրինախախտ կստանա պետության կողմից խիստ արձագանք։ ԱՄՆ սենատոր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշը եւ ավագ անդամ Ջին Շահինն անդրադարձել են Վրաստանում տիրող քաղաքական իրավիճակին եւ հոկտեմբերի 4-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո տեղի ունեցած զարգացումներին։ Մենք ավելի ու ավելի ենք մտահոգվում Վրաստանում քաղաքական իրավիճակի վատթարացմամբ ու տեղական ընտրություններից հետո վրացական կառավարության կողմից ձեռնարկված անհանգստացնող գործողություններով։ Վարչապետ Կոբախիձեին դիմադիր կուսակցություններն արգելելու եւ նրանց առաջնորդներին ձերբակալելու որոշումը վրդովեցուցիչ է։ Հակաժողովրդավարական ու եւս մեկ ապացույց է այն բանի, որ վրացական երազանքությունը բացարձակապես հետաքրքրված չէ նորմալ քաղաքական երկխոսության ուղղությամբ շարժվելով։ Քաղաքացիական հասարակության առաջնորդների, մասնավորապես նրանց, ովքեր համագործակցել են ԱՄՆ կառավարության հետ եւ մասնակցել մեր հանձնաժողովի հարցմանը, քաղաքական դրդապատճառով հետաքննություններն ու սպառնալիքները ներկայացնում են այլախոհություն ճնշելու փորձ այն երկրում, որն ունի ճշմարտությունն իշխանությանը ասելու հպարտ պատմություն։ Անընդունելի է նաև, որ Վրաստանի կառավարությունը թիրախավորել է նախկին ամերիկացի պաշտոնյաներին անհիմն մեղադրանքներով, որ նրանք խաթարում են Վրաստանի կառավարությունը։ Պետք է հստակ ասել, ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգներն է խաթարում Վրաստանի ժողովրդավարությունն ու իրապական ձևավորելու կարողությունը, այլ հենց վրացական երազանքը։ Մենք ողջունում ենք պետքարտուղարության որոշումը կանչելու Վրաստանի դեսպանին այն անհանգստացող զարգացումները քննարկելու համար ու կոչ ենք անում Թրամփի վարչակազմին քննարկել Վրաստանի կառավարության վերջին գործողությունները նախքան երկու երկրների միջև հարաբերությունները վերանայելու որոշում կայացնելը։ Մենք մեր անսասան երկկուսակցական աջակցությունն ենք հայտնում Վրաստանի ժողովրդին, որը պարզապես թեկտում է իրականացնել ինքնորոշման իր իրավունքը, ասում է Ջին Շայինի եւ Ջիմ Ռիշի համատեղ հայտարարության մեջ։ Հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը հայտարարություն է տարածել սոցիալական իր էջում, նշելով, որ վրացական երազանքի առաջադրանքները կատարող յուրաքանչյուր ոք դա անում է ընդդեմ ամերիկյան շահերի։ Հանրապետական կոնգրեսականը նաև ուշադրություն է հրապուրում Մեգոբարի ակտի օրենքի անհրաժեշտության վրա։ Պետքարտուղարությունը ճիշտ է։ Չինաստանի կոմունիստական կուսակցության կառավարման ներքո գտնվող վրացական մղջավանձ ռեժիմի հակաամերիկյան խաբեբաներն իրավունք չունեն իրենց կարծիք հայտնել ամերիկյան շահերի վերաբերյալ։ Ես շնորհակալ եմ, որ ներկայացուցիչների պալատի իմ գործընկերները ճնշող մեծամասնությամբ ընտրել են չճանաչման քաղաքականությունը։ Վրացական երազանքի առաջադրանքները կատարող յուրաքանչյուր ոք դա անում է ընդդեմ ամերիկյան շահերի։ Մեգոբարի ակտին հիմա գրել է հանրապետական կոնգրեսականը։ Ակնհայտ է, որ հոկտեմբերի 4-ի պետական հեղաշրջումը պլանավորվել, ֆինանսավորվել եւ կազմակերպվել է արտասահմանից։ Այն իրականացվել է տեղական արմատականների կողմից ու նրանց հրահանգիչներին հնարավորություն է տրվել հերքել իրենց մասնակցությունը հանցագործությանը։ Այս մասին գրել է Վրաստանի խորհրդարանի նախագահն իր X սոցիալական էջում։ Ինչպես նշել է Շալվա Պապուաշվիլին, վերջին 4 տարիների ընթացքում այսպես կոչված հերքման հնարավորությունն օգտագործվել է որպես Վրաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը տապալելու եւ գաղտնի արտաքին փորձերի գլխավոր գործիք։
Շաբաթ օրը, երբ ամբողջ գրովում էր Թբիլիսիի նախագահական պալատը, արմատական ընդդիմության հետ դաշնակից բազմաթիվ օտարերկրյա քաղաքական գործիչներ, լրագրողները, փորձագետներ սկսել էին դեպքերին զուգահեռ միջազգային լրատվամիջոցներում հրապարակել սադրիչ հաղորդագրություններ։ Որոշ օտարերկրյա առաջնորդներ չեն կարողացել ցուցաբերել մեծ ռետորաբանություն։ Երբ բռնությունը հասել էր իր գագաթնակետին ու ամբողջը գրոհել էր նախագահական պալատը, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն իր X-ում գրել է. «Իմ մտքերը Վրաստանի ժողովրդի հետ են, որքեր պայքարում են ազատության եւ իրենց եվրոպական ապագայի համար։ Ժողովրդավարությունը չի կարող ճնշվել, Մոլդովան ձեզ հետ է»։ Այսպիսով Մայա Սանդուն աջակցել է նախագահական պալատի վրա հարձակվողներին։ Այս հայտարարությունը հատկապես տարօրինակ է թվում մի քաղաքական գործչի կողմից, ով ընդամենը 2 շաբաթ առաջ հազանգում էր իրեն դրսից տապալելու ծրագրերի մասին։ Սակայն հոկտեմբերի 4-ին Մայա Սանդուն ինքն անմիջականորեն ներգրավված էր Վրաստանում հեղաշրջման աջակցության մեջ։ Առանձին հարց է, թե արդյոք նա ինքն է այս հայտարարությունը արել, թե ինչ-որ մեկը խնդրել է նրան դա անել։ Բարեբախտաբար տարիներ շարունակվող այս ամոթալի ու շատ վնասակար հիստերիայի արդյունքում վրաց ժողովուրդը սովորել է տարբերակել անքուն ընկերների մեքենայությունները, գրել է Շալվա Պավլաշվիլին։ Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլյանին հանդիպել է Վրաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Կուրտոյի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Վրաստանի ու Ֆրանսիայի միջև առկա հարաբերությունները եւ հետագա համագործակցության հարցերը։ Լևան Ժորժոլյանին հայտնել է ֆրանսիական կողմի հետ արդյունավետ գործընկերության պատրաստակամություն ու դեսպանին մաղթել հաջողություններ։ Միացյալ Թագավորությունը Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում կրկին վերահաստատել է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը եւ դատապարտել է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների բռնազավթումը։ Միացյալ Թագավորությունը վերահաստատել է իր վճռական աջակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի Վրաստանի հետ համագործակցության վերաբերյալ բանաձևին։ Բանաձևում ընդգծվել են Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների բռնազավթման հետևանքով առաջացած մարդու իրավունքների խախտումներն ու մարդասիրական խնդիրները։ Ի պատասխան Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար Սթիվեն Դաուդին ասել է, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի ռազմական ուժերը, դադարեցնի անկախ շրջանի ճանաչումը եւ բացի ճանապարհը միջազգային մարդու իրավունքների դիտորդների համար։ Իսրայելը եւ Համասը ստորագրել են խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Սա նշանակում է, որ բոլոր պատանները շատ շուտով ազատ կարձակվեն եւ Իսրայելը կհեռացնի իր զորքերը համաձայնեցված գծի վրա, ինչը կլինի առաջին քայլը դեպի ամուր, կայուն եւ երկարատև խաղաղություն։ Այս մասին Դոնալդ Թրամփը գրել է իր սոցիալական էջում, նշելով, որ բոլոր կողմերի հետ արդար կվարվեն։ Սա մեծ օր է արաբական ու մուսուլմանական աշխարհի, Իսրայելի մեր բոլոր հարևանների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Կատարի, Եգիպտոսի ու Թուրքիայի միջնորդներին, որոնք մեզ հետ աշխատել են այս պատմական եւ աննախադեպ իրադարձությունը հնարավոր դարձնելու համար, գրել է Դոնալդ Թրամփը։ Գիտություն Գազայում պատերազմը դադարեցնելու բանակցությունները ընդլայնված կազմով անցկացվել են Շարմ էլ-Շեյխում։ Բանակցություններին մասնակցել են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն ու խորհրդական Ջարեդ Քուշները։ Դոնալդ Թրամփը Գազայի խաղաղության ծրագիրը ներկայացրել է Իսրայելի վարչապետի հետ սեպտեմբերի 20-ին կայացած հանդիպման ժամանակ, իսկ մի քանի օր անց Համասը համաձայնել է ծրագրին։ Մեծ օր է Իսրայելի համար։ Ըստ օգնությամբ մենք բոլոր պատանդներին տուն կբերենք։ Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Թրամփին ու նրա թիմին։ Սա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի արձագանքն է Համասի միջև ստորագրված համաձայնագրին եւ ասել, որ վաղը կհրավիրի կառավարության անդամներին համաձայնագիրը հաստատելու եւ բոլոր պատանդներին տուն բերելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում Իսրայելի պաշտպանության ուժերի ու անվտանգության ուժերի հերոս զինվորներին, որոնց քաջության եւ զոհաբերության շնորհիվ եւս հասանք այսօրվան։ Ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում նախագահ Թրամփին ու նրա թիմին մեր պատանդներին ազատ արձակելու այս սրբազան արագելությունը մոբիլիզացնելու համար։ Աստծո օգնությամբ մենք միասին կշարունակենք հասնել մեր բոլոր նպատակներին եւ ընդլայնել խաղաղությունը մեր հարևանների հետ։ Աստծո օգնությամբ մենք բոլորին տուն կբերենք, գրել է Բենյամին Նեթանյահուն։